Լույս, որն այնքան պայծառ է, որ ստիպում է նույնիսկ ժամանակի անգութ անիվին կանգ առնել։ Այս շլացուցիչ լույսը ծնվել է մեկ մարդու անկոտրում պատվից, ով որոշեց միայնակ դիմակայել սառը ապագային։ Խոսքը իսկական։ Վերջին սամուրայ Սայգո Տակամորիի մասին է։ Նա այն լուսավոր հերոսն էր, ով օգնեց կայսրին միավորել ողջ Ճապոնիան և բացել դռները դեպի արդիականացում։ Սակայն երբ նոր կառավարությունը որոշեց ընդմիշտ ջնջել սամուրայների 700-ամյա ոգին և արգելել սուր կրելը, Տակամորին հասկացավ, որ իր հայրենիքը կորցնում է իր երկնային հոգին։ Նա հրաժարվեց բոլոր փառավոր կոչումներից և հեռացավ լեռները իր շուրջը, համախմբելով հին արժեքներին հավատարիմ վերջին լուսավոր ռազմիկներին։ Շիրոյամայի վճռորոշ օրը նրա մի քանի հարյուր սուսերամարտիկները կանգնեցին կայսերական 30 հազարանոց և հրազենով զինված սառը բանակի առաջ։ Դա ոչ թե պարզապես կռիվ էր, այլ 700 տարվա ոգու և սառը մեքենայացված ապագայի հոգեբանական բախում։ Հասկանալով, որ պարտությունն անխուսափելի է, վերջին սամուրայները ընտրեցին ոչ թե հանձնվելը, այլ փառապանծ վերջաբանը, սպիտակ սակուրաների ներքո ապացուցելով, որ իսկական պատիվը երբեք չի մարում։ Նրանց աներևակայելի զոհաբերությունը ստիպեց ողջ ազգին ընդմիշտ պահպանել սամուրայի անկոտրում ոգին իրենց սրտերում։ Եթե ուզում ես բացահայտել պատմության ամենաշլացուցիչ և ոգեշնչող էջերը, չմոռանաս բաժանորդագրվել։